Հալի ժողովուրդ ջան։ Հիմա ջուրը էս գետի ջուրն է լսում տները բանը։ Քանի օր է էս վիճակն է։ Ինքը այս մի էսկա պատվալը հենց հիմա մի ամսից է դրած։ Լսված։ Գետի։ Եւս մեջ 5 տոննա բիբար կա։ Ջուրը կայնացած։ Այդ բիբարը փճացավ արդեն, էլի։ Ժողովուրդ ջան, իրար չխանգարենք։ Ամիսը սա փագեց, ճայն ճադարել։ Պետք է մաքրեն, չէ՞, պետք է մաքրեն, չէ՞։ Գետի հունը պետք է մաքրվի։ Լավ հարկու турք են ուզում, ուրիշ ոչի բան։ Մոստա սարկած է, մոստը նեղա, այս մոստի։ Բանը անունը ոնց էր գետի։ Սև ջուր։ Սև բերես գյուղացու գլխին։ Այս կամուրջն որ խոստացել են սարքեն, չէ։ Այս կամուրջը այնքան չի բանում, ինչքան Էս հրատ, այսինքն ժողովուրդ ջան, ես ուզում եմ իրար խնդրում եմ չխանգարենք, ուզում եմ հասկանամ, լուծումը ո՞րն եք դուք առաջարկում։ Նայում եք այս խոտը որ հելած է մեջ։ Հա։ Էնա ջուրը, նայեք։ Այս խոտը որ մեջն է, ջուրը չի թողում այդ։ Իղմը բերել լցել։ Պետք է մաքրվի էլի։ Ահա։ Գետը մաքրվի, որ որ ջուրը հոսա, ջուրը այնքան քիչ է հիմա, առաջ ստեյ շատ ուժեղ ջուր էր էցում, սես մի հատ մամուր բան չկար ջրի մեջ։ Մաքուր ջուրն է։ Մաքուր ջուր ասպա ձկները երևում էր։ Ահա հիմա այս խոտը հելը լցվել է, ջուրը չի թողում այդ, հելը սնուցրել է, սա լցել է դաշտերն ու ժողովրդին։ Ով գյուղում պատվալ ունի, ստեղ երևի 5 հոգի մարդ ունենք, որ գյուղում պատվալ ունենք, այդ սաղից պատվալները ջուրը։ Հա, տես 30, 40, 50 սանտիմ լցված է ջուրը։ Բայց այդ տանտակը այդքան որ ջուր լցվի, տնից Ավել բարձրացած է գետը մակար։ Հիմա այս դաշտերն է, ջրի մեջ կայնացել, Այս դաշտերը չէ։ Այս գետի բերանով իշքան։ Գետի բերանով այս ծերից միջև գյուղի տակը իշքան դաշտը սա ջրի մեջ կայնացել։ Յոնջից մեջ էս մի շաբաթա ջուրը կայնացել, այդ յոնջեն պրծավ։ Ես գարունը պետք է հիմա մի ես իմ իշքան փող ծախսեմ, վարեմ, ցանեմ, սա լուսնալի ինչ ալնեմ, ես նույնն ալնեմ։ Ձեր տանն էլ է, տունն էլ է, չէ լցված։ Այն տղեր կմի անգամ եկել քաշել են։ Փրկարարներ են, էլի։ Ինչ անի, այդ փրկարարն ինչ անի։ Ես իրաց բան չունեմ ասել։ Չէ, բա, զատում մի հատ կառույց կա, որ աշխատում է, այդ է էլի։ Սուրո ջան, փրկարարի քաշա ջուրը, ճամփայա։ Ախպերես, Ազազով ջուրը քաշելան, որից լցի տան։ Այս գործը կոչվում է անիմաստ գործ։ Մի ժամը դա նույնն է։ Մի հատ փրկությունը գիտես որնա, ես եմ դրել։ Մի երկու ավտո շիբին առնենք, լցենք մեր պատվալը փակենք, բիտոնենք պրծնենք։ Չէ, էդի որպես բան, բայց մի հատ փրկությունը էսի մաքրելն է։ Դե մաքրվի սրանից։ Էքսպատները լավ է կոշերին երկարա, թողան կանեն, քաշեն, երկարով կանդեմ, ոնց են անել։ Լիժը ջուրը հոսի։ Գոնե մի էսկան կոշի չափ կանտը խորացնեն, հոսի արդեն կդզվի սա։ Ախ չեն անում։ Նրանք ջեբեն են լցում։ Հունիսի 19-ն է գտնվում ենք Արարատի մարզի, սա Մասիս խոշորացված համայնքն է։ Մասիս խոշորացված համայնքի Ռանշփար գյուղում ենք, որտեղ տևական ժամանակ է գյուղի բնակիչները, այն որ նույնիսկ կատակով ասում են, մեզ զգում ենք Վենետիկում, կամ պիտի լոդկաներ առնենք, որ արդեն լոդկաներով մտնենք մեր ննջասենյակներ, տան նկուղներ, այդ արդ ինչ է կտեց սանել, յոնջա, Մի ժամանակ բադը մի բարել ամեն ինչ լարել են։ հիմա խնդրում եմ ներկայացրեք, էլի ինչքան ժամանակ է այս վիճակն է և հարցը լուծում ու խնդրում եմ իրար չխանգարենք, էլի մի րոպե թողես ապտոն ասի, դենը խանգարելի է, դենը խանգարում է, մի րոպե։ Գետի անունը Սև ջուր է, ու մի ամսից ավել է։ Вообще մեծամուր գետն է ինքը, Շամշենջը։ Հիմա մեծամորն է, թե Սև Մեծամուրն է, ժողովրդի ասած այդպես ուղղության համաձայն ասված է, որ Սև ջուրը այդպես կոչում ենք Սև ջուր, բայց ինքը ամեն դեպքում Սև է բերում ժողովրդի գլխին, ճիշտ էլ ասում եք։ Այո, այս մենք 4 տարի է բազմիցս դիմել ենք, թե համայնքապետարան, թե մարզպետարան, սաղն էլ խնդրից տեղյակ են, բայց ոնց տեսնում եք սելը տեղից չի շարժվում։ Բայց ինձ թվում է սա ջրային պետական կոմիտեն պիտի անի, ինչ տենց է կոմիտեն։ Դե պետական գետ է, ինչ որ մեկը պիտի պատասխանատու լինի։ Եվս 29 տարի ապրում եմ այս գյուղում, 29 տարվա մեջ մի անգամ չի մաքրվել այս գետը։ Մի անգամ գոնե ձևի համար չի մաքրվել։ Ջուրը նաև լցվում է ձեր տներ, չէ՞։ Նրանից է որ բնապահպանություն գոյություն չունի Հայաստանում, չեն հետևում ոչ մի բանին։ Հիմի աղտոտվածությունը այնքան է շատացել, որ ջրի հունը արհեստական բարձրացել է, այսինքն նստվածքը այնքան շատ է, ջուրի ինքնին բարձրանում է, չի որ
մենակ տեղումներից է։ Հիմա ձերքումն էլ է չէ լցվում ջուրը։ Հողամասերը Սա հողամասից ծառեր 20 տարվա ծառեր ջրի մեջ։ Ջրի մեջ։ Մարդիկ հունվար ամսից տնկել են բիբարը աճեցրել են Վարկով գնում։ Բերքի են ասել են Բերքի ասել են բերքը վարի այդ ու մեծ մարդի շպիտ Փրկարար գալիս է ինչան խաշ փրկարարը։ Հեսա եկել են հերթական անգամ եկել են ջուրը քաշում են, բայց հետո փրկարարի գործը չի։ Չէ, փրկարարները դրա հետ ոչ կապ չունեն փրկարարների։ Մենակ փրկարարն էլ են, մասիսի փրկարարներ, չէ։ Մասիսի փրկարարներ են մենակ եկեցել։ Բայց փրկարարը ինչ անի։ Փրկարարները բարբերաբար գալիս են ինչին անձեն հնարավորության մեջ կա իրանք անում են, բայց իրանք ինչ անեն, չեն երախում դետը դերեն դրանցելով ակելիս մարդիկ Միակ փրկությունը ճիշտ լուծումը գետի մաքրելն է։ Որ արվի արդեն լրի կդզվի։ Ամեն տարի բարձացել է առանց այս դիլի։ Ու եղել է մի քանի օր։ Մի քանի օր։ Այստեղ եղել է որ սենց ողողել էր, ես մի քանի տարի առաջ եկել է։ Եղել է, բայց մի շաբաթից Գարնան առաջ չի ժամանակ եկել է։ ոչ թե սենց ամսով մնա մեջ Այս տարի կոկտեյլից ամսից ավել։ Ժողովուրդ, մեկ է մի հատ խնդրանք, մի վարքյան չխանգարենք, խնդրում եմ իրար մի խանգարեք, իրար հետ խոսում եք, աջապ սանդալի է վերացվում։ Այս ջուրը նաև որ կուտակվում է։ Համաճարակի բան չկա, խոլերայի վտանգ, նեղում է։ ջուրը դեռ կայնած է ամեն ինչ Վայ եմ ասում էլի։ Որոդանգի պալվալը տենազ, հոտից կջոգես, կլի թե չի։ Հիմա այն ջրի գույնը նայեք ինչ գույն է երեսը այն դաշտի միջի կայնած ջուրը նայեք ինչ գույն է այդ ոնց Այն արագիլը որ ֆռմ է։ Հարգելի Արարատի մարզպետ, հարգելի Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, հիմա որ ասեմ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի տեղը ոնց է երևում, կասեք Դավիթ Համբարձումյանի գովքն է անում։ Դավիթ Համբարձումյանը լիներ հիմա այս հարցը իր միջոցներով, իր ընկերական շրջապատի միջոցներով լուծել էր։ Իսկ ավելի լուրջ հարգելի մարզպետ, գոնե դուք այս հարցին խառնվեք, որպեսզի այս մարդիկ փրկվեն, թե իրենց բերքը փրկեն, թե իրենց տները փրկեն, գիտեք, ջուրը որ լցվում է տան նկուղներ, հիմքերի հերն էլ է, չի անի։ Տան հիմքերի հերը լրիվ անիծվում է, վաղ այս մարդկանց տները դառնալը վթարային, հետո պետք է ասեք խի սենց եղավ, խի այնպես եղավ։ Ինձ թվում է, գուցե սխալվում եմ, բայց չեմ կարծում, որ սխալվում եմ, այս խնդիրը, այս բանը պիտի մաքրվի ջրային պետական կոմիտեի կողմից։ Իսկ այնտեղ էլ մենակ լավ շոու են անում։ Մոտ ինչքան ժամանակ էր մոռացա, ինչքան ժամանակ էր այս վիճակներ։ Մի ամսից ավել։ Մի ամսից ավել այն հողամասը ես չեմ կարող մտածել։ Այս սաղ, այս բանը չէ, այս բամբուկ, այս ғամիշները չէ պետք է մաքրվի։ Ғամիշները չպետք է մաքրվի, պետք է մաքրվի գետին դերքը չէ։ Կեղտը բանը սաղ լցվում, Անդերքի բարձանում ենք դստիկան։ Իսկ մարզպետարան չեք դիմել ժողովուրդ։ Հա, իմ մարզպետարանը ինչ ասում։ Դե սաղի ուշադրության կենտրոնում է, բայց գործ առաջ չի գնում, մաքրող չկա։ Սաղ տեղին էլ դիմել ենք, թե համայնքապետարան, թե մարզպետարան, նույնիսկ աշխատակազմի ղեկավարները Գարությունյանը այս տարի գարուն էր։ Վարչապետի, հա։ Իրան էլ ասենք, որ սենց խնդիր կա, տենց։ Եվ ինչ պատասխանեց։ Պետք է որ աներ, դի բերեին մաքրեն։ Այսինքն կարելի ասել սաղ մենակ ճառասող են, զանկախող չկա։ մարդիկ բան են վարչապետի վարչապետին են դիմել արդեն չեշգից են զանգել դիմել որ բանը դարձի լուծում տա ուրիշ տարբերակ չկա մնում է ճանապարհները փակեն բրծնեն որ ես вообще ոչ մեկ թող չկա Ամոսը փակենք թե ծածկի գան լրիվ կասնեն Այս մոստն է վթարային վիճակ Գիտեմ, ես կամուրջը գիտեմ Հիմա եկել է, փրկարարը եկավ, քաշես գնաց Ինչ ան, եթե որոզում եք հիմա փրկարարի գործն էլ չի դա Հա, բա էդ եմ ասում Փրկարարը գիտեք ինչ կարա անի, այն գլխից գետի բերանը փակի Փրկարարը դրա լծակը չունի Փրկարարը չի կարա Փրկարարը ինչ ան է խեղճ փրկարարը Միակ հիմնարկն է որ հանգիստ է
Միսը նկուղում ջուրը լցված է, էլի։ Հա, բանոց։ Բայց դե ոնց է գալի լցվում ժողովուրդ։ Տակից քաշում են ու պատվարսել մոնոլիթ բետոն, այո, չես պատկերացնում ոնց է գալի։ Քաշն բերում է ինքը։ Ասում միանը շատ ջուրը կայնա։ Զգուշ սրած գլխը։ Ընդհանուր ջրի մակարդակը բարձրանում է։ Օ, դե իսկոպ։ Հիմի քանի մետր կլինի ստե խորությունը։ Խորությունը մի կես մետր ես իմ գլի թե չլի, բայց մանա, մինչե այն պատը եկա տեղը։ Էս այդ գետի ջուրն է, չէ՞ ժողովուրդ։ Ստից քաշին տղերքը մանա կանչատարին գնաց։ Փրկարարները։ Հա, մի ժամ։ Բայց դե մի ժամ հետո էլի կլցվի, այ կսավը տանը։ Ու իսկ որ ամեն տարի լներ Շամշան ջան, ստե չորաններ, քաշում էր մի շաբաթից ջուրին կյանետում էր դառնում էր 4 փոշի։ Բայց ես մի ամիս է այս Մի վիճակը։ ամսից ավել է դաժե։ Մի ամսից ավել։ Բայց դրանից եմ վախենում, տունը չփլի վրեքներս, այ մարդ։ Հետո էլ ասում են Էրդողան ընդից ասում է Բա հիմքի երեք կանեցվի։ Այս ջուրը ստից ներսից են լցում։ Էսի չա։ Սա վերջին չալելու չգիտեմ։ Ամեն օր ոտներս դողալով, սիրտներս դողալով պարկում են քնելու, աստված կանչելով հանկարծ բան չլի։ Դե ջրի ամենավտանգավոր բանն էլ է դա, քաշես, քանդես էլի։ Ջուրն է զաթուն ինքը քանդում էլի։ Ցածր տունն է, սա պատվալները։ Հա։ Այն այս երկաթ տունը հիմքերի հերը որանիցվավ կդառնա, եթե չնստել կդառնա վթարային։ Կանասի ոչ չի նստի։ Դե ասում սկզբից կդառնա վթարային, հետո Սա կողքը տուն կա, որ ամբողջ հողամասը ջրի մեջ է կանչ։ ջրի մեջ, չէ։ Ինձ գալուց ցույց տվեցիք իրար հետ էի։ Հա, կարետել նկարի։ Յամկեններ, գալուց։ Արտուրենց հայաթի հողները, որ ջրի մեջ են։ Ասաղ նկարեց։ Չէ, կարելի է գնալ նկարել։ Հիմա ստեղ որտեղ որ մասն է։ Տեղ այն ջերմոցը կա, այն ջերմոցը գրիվ ջուրա։ Մեր հողամաս Հիմա այն ջերմոցենա, որ մոտիկ ասում եմ, այդ ջերմոցը լրիվ, մի րոպե, այդ ջերմոցը լրիվ ջրի մեջ է, չէ։ Իյանից ավելի լավ կարեք էլ է։ Մի րոպե։ Այս սա վտանգավոր է էլի։ Այս ғամիշները չէ պետք է մաքրվի։ Չէ եղամիշ չէ, ընդհանուր Ընդհանուր էլի։ գետի դիմակը։ Գետի Գետի ընդերքը։ ընդեր դիմակը։ Եանից որ շիբը հանդիսանում լվացել է, Իյանից տիլը ավելի եկել է, լավ կարենք։ չի հոսում ինքը, լրվեն մնացել է, ջուրը բարձացել է, լիլը մնացել է ջրի տակ, համար ջուրը բարձացել է։ Էդի պիտի մաքրվի, տիլը մաքրվի եթացվի, որ ջուրը Դեմը հոսի, միջև չբացվի։ թեկուս չգիտեմ ոնց են Դեմը անում, միջև էսա Ձեմ բացելը խնդրի լուծումը չի, խնդրի լուծումը այն է, որ ապարատնի ջուրը չլցվի էլ գետը։ Մի անգամ բացեցի։ Բայց դե դրա համար դու ասում ես ընդերքը պետք է մաքրեն էլի։ Ընդերքը պետք է մաքրեն։ Համ պետք է մաքրվի, համ պետք է ընդերքը մաքրվի։ Ձեր տունն էլ է չէ լցվում։ Ձեր հողամասը է։ Էսա տանեք, նայեք ջերմոցը, դուք պատկերացնեք ինչ է կատարում ստեղ։ Եկեք հիմա հարևանի տուններ կարանք մտնենք, Ստե ձեր հարևանի տունն էլ է ջուր լցվում։ որ գա, եկար եանից, եթալուս կնայես, աչ ու ձախ դաշտերը ոնց է գյոլ տվել։ Հայդի տեսա, հետի տեսա։ Նկարել ես, դե դրանք սա չացավ հողերը արդեն, մենք ամեն տարի էլ հարկը տուրգի մուծում ենք, անա որպես ինչ։ Յուղում ինչքան պատվա կա, սաղի Սաղը պատվա ջրի լցած մեջ է։ կանգնած։ Թող ընդհանուր տանենք դե ցույց տանք։ Դե ինչին կարում չէ։ Հիմա էս էլ է այդ նույն վիճակում, որ լցվել է հողամաս։ Հա ջրի մակարդակը այսքան բարձրացած է, որ քաշելա տակով բերեստը լցվի։ Հիմի տան նկուղել է լցված, տեղա լցված։ Սաղի տակը էսենց է։ Այս տների տակը էսենց է։ Այս գետը ինքը մակարդակը միանիսա կայնած է ջուրը։ Հոսք չունի։ Հոսք չունի։ Հոսք չունի, քաշելով սուզում են բերում, հասցնում է սենց։ Էսի տակով է քաշեն բերում։ Նա եկա ամբողջ հողամաս տարածքը լցված է ջրով։ Այդ քո ասած այդ ընդերքը որ մաքրեն, չէ՞։ Գետի ընդերքը մաքրեն, հոսքը կմեծանա արդեն։ Սես բան չի լինի։ Իսկ նախկինում եղել է սես բաներ ժողովուրդ։ Եղել է 1-2 օր գարնանա զնհալքի ժամանակ միայն։ Մի օր երկու օր ասել։ Արվեց եղանակին չի եղել։
Ստինա, չես կարա մտնես։ Մի պետք է մտներ մշակեր, բանաներ, չէ։ Ինչը մշակես, ոնց ես մտնում։ Միամես էլ պետք է որ չորանա թե ջուրը քաշի։ Արդեն սեզոնը բրծավ։ Էսա հերախս։ Հիմա այսի էլի քանի մետր կլի սրա մեջ լցված ջուրը մոտավորապես։ Օ, հենա չափեցիր։ 40 սանտիմետր Լսված է։ Հələ կեսը նստել է, տես թաց ա ներքևը։ Ինքը դողի մակարդակից 1 մետր 10 սանտիմետր արդեն ջրի մակարդակը կանգնած է։ Էս էլ է այդ ընդերքի բանի պատճառը։ Ջուրն է։ Անմիջապես կողքը գնակերիկն է ու ես ամբողջ խոնավությունը կանգնեցա։ Մի ավտոտ փչանա բերես ուզենաս սարքես չես կարող։ Իհարկե չի կարող։ Նախ վրան կանգնում է մեքենան ժանգոտվում է։ Ինստրումենտը սկարում պահես ուշում բան, լրիվ ժանգը կողում է։ Խոնարհություն։ Նայք, գներեք, հիմա ջերմոցի մեջ էլա, չես ջուրը լցված։ Էսա սկզբի ջերմոցը նկարենք, նոր այդ պարտի մասը կնկարենք։ Բա ոնց է ջերմոցը լցվել, աստ չի լցվել բիբարների վրա։ Ցեխա տակը։ Հա, լցվել է, աստեղ էլ է լցվել։ Հլա ոտը դիրտես։ Հա, Ցեխա լրի տակը ցեխա է։ այսինքն ստեղ էլ է լցվել էլի։ Չեստե տակից քաշել եկել է։ Պրոստը ջուրը չերեմ էս աններ քերվեր մա։ Նայեք։ Բերքը կփչանա։ Բա ինչ է, էսա ծառերը ցույց կտամ տես։ Դե լրիվ ջուրա։ Կեսցենյանը ջուրա։ Էսա սաղ ցեխա։ Ցեխա, ցեխ։ Էս շոկին էսա խաշելա թափիսա։ Հա, սաղ բիբարը կփչանա բերքը։ Հեսա արդեն հա։ Օ, հենա, սաղ լցվում է։ Խրվել ես, առաջ մի գնա արդեն։ Հեսա։ Էս տերևները ոնց է։ Արդեն հա, թորոմում է։ Հեսա ջուրը։ Հեսա սաղ ջուրը հեսա, վայ։ Ձեզ թվում է Եվրոպան էս բիբարը կընդունի։ Ոնթեն փաշերը գարկ ոնթեն։ Հիմա ստեղ Ասմեր բիբարը փոտ տալով են։ հիմա ստեղ մենակ բիբարա, բայց արդեն նշաններ է։ Չէ դες բիբար արդեն չկա։ Պետ եմ ասում, էլ արդեն վсё փչացավ։ Օգը ծառերն է, ծառերն էլ արեք տեսեք, նկարեք, որ ինչ վիճակային ծառը կաչի։ Փաշենազը Ինչա։ Փաշենազ բիբարը փոտ տալով եմ ես, որ նույն մտածեք։ Դե դուր բիբարը փողը։ Ո՞վ էր ասում։ Փաշինյանը։ Հա Փաշինյանը։ Դե կտա էլի մարդը որ ասելա կտա էլի։ Սատակը ջուրը։ Հա։ Սատակը ջուրը։ Ինչու բարի կետ։ Հեսա սաղ բիբարները արդեն փչանում է։ Եթե արդեն չի փչացել։ Վարի, փետ վարի, տելեֆոնը։ Յարա ապրի։ Ընդ սաղ ջուր էր։ Հիմի հա սաղ քաշել հա, բայց դե կաղա մի կես ժամ հետո էլի գա ջուրը լցվի, չէ։ Այնա Արարատի մարզի Ռանչփար գյուղում ենք, Մասիս խոշորացված համայնքի
որտեղ այստեղ մեկ ամսից ավելի արտակարգ իրավիճակ է ստեղծվել ու գյուղացիները մեկ ամիսը չունեն այն հարցի պատասխանը, թե ով այ վերջո պատասխան տալու այս ամենի համար։ Ջրի չմաքրման պատճառով գետի, որը իրենք կոչում են սև գետ, չմաքրման, ընդերքը չմաքրելու պատճառով ջուրնա չէ լցվում։ Հիմա բնակ չի, հողամասում են գտնվում, մարդը նույնիսկ վարկը վերցրել կաթիլային հարմարությունները ստեղծել է, որ կաթիլայինով ջրի ծառերը, բայց հիմա չի կարողանում ու նամանավանդ մասնագետներն արդեն ասել են, որ այստեղ ծառերի 80%-ը արդեն ենթակա է հանելու, արմատախիլ անելու։ Հիմա մի հատ խնդրում համառոտ նորից ներկայացրեք, էլի։ Ներկայացնել են։ Հիմա մի րոպե խնդրում եմ։ Հիմա տեսեք, այն ուղղությունը, որ ես պամում գետն է։ Հա։ Գետը ոնց որ այնպես տպավորությունն է, որ գետը ձեր տան մեջով անցնի, ձեր հողամասի մեջով։ Գետը կայնած է, կայնած։ Հոց չկա։ Ջերմոցի ամբողջ մի քանի տոննա բիբարը Բիբարը ճացել է։ Վարիկնա։ Ու սա ինչքան ժամանակ է այս Միանիսա վիճակը։ է սենց է։ Այսքան բարձր չի եղել, այս հատվածն է եղել։ Այս մի շաբաթ էլ այսքանն է։ Դիմել եք մարզպետարան, քաղաքապետարան, ու եք դիմել։ Սաղել գիտ Կառավարություն եք, չէ՞ դիմել։ դիմել են հələ պաստան չկա։ 3։ Իսկ մինչ այդ մարզպետարան չեք դիմել։ Դիմել են։ Մասպետարան մենք դիմել են գյուղապետարան։ Հա։ Գյուղապետարանը ինքը պիտի դիմի։ Հմ։ Մենք գլխներով չենք թռնելու։ Հա, բայց Իրենք բա պետք է պետք է թռնեք, եթե դուք մարզպետին ասեք, նայ, այս ամբողջ մարզպետի 25-30 տարվա ծառեր չեն սրանք։ Բա ինչ է։ Սաղ լրիվ արդեն այնա մասնագետներն ասում են, արմատները լրիվ խաշվել է, չի էլ բանանի, հեսա։ Օրինակ կամ ստեղ։ Հեսա, տեսեք, ակնա տան դեղց չի սա։ Շո, այս դեղցը երբ կարա։ Ան, դեղցը լրիվ ամբողջությամբ փչացել է, վсё, հենա տերևները։ Էնա, նույն վիճակն է։ Սա Այն բիբարները, որ աճացրել եք վարկով, բանով, հիմա էդ էլ պետք է թափեք։ Ոբի թափեն բայ չանա բա։ Բա Փաշինյանը ասում է, ես ձեր բիբարյան փողը տալով եմ, դե բեր դուր այ Փաշինյան։ Դարի նայ մարդ գարկի գոնի։ Դուքան նայեն ստուգեն։ Հեսա, նայ այ ցավտանում սաղ լստեն այն ինչ անտանելի վիճակ է խեր գյուղացին։ Լստեն այ։ Այս ամբողջը տեսնում եք, սաղ լսված է։ դեմը չանես ջուրը գնալը հասնի միջև տները։ Դե արդեն տներ հասել է, քանի է տուն 10-20 տուն լցվել է նկուղները։ Ավելի շատ ալնելու արդեն։ Հեսա, սաղ ջուրը լցվում է։ Հեսա, էլ ստեղ։ Հեսա, լրիվ։ Այ մարդ է սպասի էլի վայ։ Բա պետք է մտնեմ մեջը նկարեմ, որ երևա, որ չասեն ջուր չկա։ Չգիտես։ Ամբողջ բերքը փչանում է։ Լստեն այ։ Հա։ Ամբողջ բերքը խեղճ գյուղացու լստեն է։ Հա։ Մամուռոտ Ստեն է յարա խեղճ ժողովուրդը։ Ստեն է։
ոտը դնում ես խրվում։ Խրվում ես մեջը։ Սա ջուրը քաշել է, միջև ուրա տարել, նայ, միջև ուրա։ Հրուստեն նայ։ Ստե բան եք, չէ՞ ցանը։ Էնա մարդ խաղել է යոնջան ջրի մեջ է։ Ստե արդեն යոնջա չի Ոտը չի լինել։ կարած է հավաքի ջրի մեջ։ Ստե արդեն Ոտը չի մնացել եկա։ է ջրի մեջ, նայ։ Հա։ Ծառերը սա։ Սարը սա ջրի մեջ։ Այս բան, այս զիբիլը, որ այսպես մնաց, այս սա խոլերը է։ Հիմա նայ։ Էսի չէ, հա։ Մոծակները լեսա բաբշե։ Մլակները, մոծակները։ Այնա խոսում եք մտնում են բերաններն, սա հետո հետո։ Չումա։ Մարդը խոտը քաղել է, մնացել է ջուրը բարձր չկարացավ խոտը։ Չկարծավ, հա։ Հետ եմ ասում, խոտը չկարացավ ջրի միջից հավաքը։ Դե բիբարը վարի, այն բիբարը վարի գնաց, դա բիբարը վարի։ Հենա սա ընդ ինչ ցանացա, սա վարի էլի։ Սա սենց ոչ սա ջուրաշին։ Ու այսպես միջև յուղի դաշտերի վերջը։ Դաշտերից բռնած սա այսպես ջուրը կայնացավ։ Մոծակները լսվում են բերաններս։ Ոտակա, մլակա, Հմ։ դրանից այդ պետք է առաջանա էլի։ Չա հեքա որ դե։ Հունիսի 19-ն է, արդեն մեկ ամսից ավելի այս բնակիչների Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Ռանժփար բնակավայրում բնակիչները կես կատակ կես լուրջ ասում են, թե մենք հայտնվել ենք Վենետիկում, իսկ ավելի լուրջ մեկ ամիս է մարդիկ չեն կարողանում հստակ ստանալ հարցի պատասխանը ոչ Արարատի մարզպետարանից, ոչ Մասիսի քաղաքապետարանից, ոչ ջրային պետական կոմիտեից, թե ով է ի վերջո պատասխանատու այս արավիրքի, այո, սա արավիրքի նման մի բան է, հայ, մոծակները լցվում են բերաններս, արավիրքի նման մի բան է, բնակիչների տները, տան նկուղները, այգիները, ցանկատարածությունները ամբողջը լցված են, էսի գետի ջուրն է, չէ՞։ Սև ջուր, չէ՞։ Իրենց կողմից ստացած սև ջուր անունը այդ գետի չմաքրման հետևանքով ամբողջ կարելի ասել գյուղի 60-70% բնակիչներ տուժել են։ Հիմա տեսեք, բնակչի այգում ենք, պտղատու էսի ծառեր են շլոր, Էսի դամբուլներ են, էսի արդեն բարի գնաց։ դամբուլ, մի քանի տեսակի ծառեր, այգին ամբողջությամբ լցված է ջրով ու ջերմոցը բիբարի մի ամբողջ ջերմոցում բիբարը ամբողջությամբ արդեն թափելու ապրանք է, գյուղացիները նույնիսկ նշում են, ասում են վարչապետը ինչ էր ասե։ Ասա փողը գտամ ես։ Ասա բիբարը փողը գտամ ես։ Հա։ Որա բիբարը, արի բիբարը փողը դու գնացեք ուզեք։ Գնացեք ուզեք։ Հիմա տեսեք, այս ամբողջ տարածքը այսպես Էսա, նայեք, ջուրը ոնց է։ ինչա։ Ջուրը տես ոնց է կայնացել։ Միջև վերև քաշել տարել։ Ջուրը քաշված է։ Պիտի գետը մաքրվի, ոնց որ նշում են գյուղացիները, ու դրա պատասխանատուն ինձ թվում է ու երևի թե վստահ եմ, որ սա պիտի արվի ջրային պետական կոմիտեի կողմից։ Տեսեք, ամբողջ տարածքը, այստեղ արդեն ջուրը այնքան է լցվել, որ արդեն հոտ է, ահա որ տհաճ հոտ է գալի, այստեղ պիտի լինեք, որպեսզի հոտը զգաք։ Դրան գումարած արդեն նեխում է ջուրը, մլակները, մոծակները։ Նայք ստեղ օրակ արդեն նեխում է։ Ջուրը նեխում է, հոտը անտանելի, մոծակներ, մլակներ։ Շան հոտ իրիկոնը գալիս է ստեղ արդեն։ Չումա հիվանդություն է, չումա։ Ինչ։ Հիվանդություն է էսա։ Հա։ Ստես այնպես բռնած մուչե ներքա։ Սա Պիտի մաքրեն։ Այնտեղ են ճիշտ էր ասում, ընդերքը պիտի մաքրեն։ Ու հիմնական մեղավորը ըստ գյուղացիների
Ստեղ ինչ որ հանքեր կան գործող, այդ հանքերն են։ Ավազա հանքեր են, չէ՞։ Այդ ավազա հանքերի տերերին պետք է պարտավորեցնեն։ Թերի չաշխատեն, գետը մաքուր պահեն։ Այդ ավազա հանքի տերերի մեղքով sense բանալինում, հետո ասում են խիտ են ցեղավ, խին են ցեղավ։ Մոծակները լսվում են բերաններս։ Բայ մա ինչ պիտի անեք, ժողովուրդ ջան։ Մարսպետարան բան նորից չեք դիմե։ Ջարմեն թոբերեն տան։ Բիբարես։ Դիմել եք Որ չորացավ, ինչ են անել։ Այս ծառերը ապրող չեն։ այդ ծառերը պետք է հանես թազա տնկես, էլ մի 10 տարի սպասես, թե երբ բերք կտա։ Այս ծառ եմ աճեցնում, որ այսօր օգտվեմ ծառերը արդեն չորանում են։ Ջրի մեջ ինչքան կա, մի ամիսա ջուրը կայնած ջրի մեջ է։ Ժողովուրդ ջան։ Գյուղացու սպանում են։ Իսկ նախարարություն դիմել եք, այն որ նախարարություն, Գևորգ Պապոյանի նախարարություն, էկոնոմիկայի։ Դե որ գյուղնախարարությունը չկա, Հիմնական տեսելա ծառերի վիճակը, այնի կարող աճի։ չէ այդ ցավը տանում։ Սաղել, հա։ Ինքը խաշվում է ու արմատը լրիվ արդեն բան ա դա։ Ան, հեսա։ Լստեն այ։ Նեխա ջուրա, ես նեխա։ Հա։ Լստեն այ։ Խաշ գյուղացին։ Լստեն այ։ Համի պետք է մտներ ծառերը մշակեիր։ Այս ծառը տես։ Էլ ոնց մտնեք մեջը։ Որ մինչև ջուրը բարձրանան ցույց տա ինչ վիճակում է, նայ ինչ է այս ծառը, այս աճողը չի։ Այս կաթիլային բանով է, չէ՞ ջրվում։ Բա, ստեղծել է սիրուն կաթիլայինը, բայց էլ ինչ տոննաներով Այս տարելա չեմ էլ ջրել ես ողամաս։ Այս ջուրը լստեն այ։ Գետը լինում այ այնտեղ։ Լնդին այ ցավը տանան։ Լստեն։ Մենակ փրկարարն է եկել ձեզի օգնության, էլի փրկարարն էլ ինչ այն խեղճ փրկարարը։ Նկուղներից ջրերը քաշում է։ Հես անա գետի հելի է լսվե արդեն ստե։ Այն հատվածը ջուր բացարձակ չի լինում ամառը։ Այն հատվածը։ Բայց հիմա Հիմա տես ջուրը ուրա հասել։ Մի ամիս կայնացա։